Լյոդիբարը լույս, ուրեմն այսօր ամսի 9 ու վլոգը կսկսենք Զատիկի համար ավելի շատ ես մի քիչ շուտ մարտնացա, որպեսզի պատրաստություն տեսնեմ կամ անցեմ խոսում, որտեղ տանը քնած եմ, ուրեմն մի հատ առաջին հերթին սուրճ խմենք, հետո անցնենք մեր պատրաստություններին, ուզում եմ այսօր բան սարքենք, բուլկի, բրինձով փլավը ու գաթակ սարքենք ու դրա համար մի հատ կնամ թարմանամ, հետո հասնենք մեր պատրաստության, միասին կպատրաստենք, տորտն անեմ էլի։ Ես վերջացրեցի, իմ ալերգիան ինձ խեղդում է հենց հիմա, այնտեղ շատ խորը ցույց չեմ տվել ամեն ինչ որ անում էի, որովհետև անկեղծ հարմար չէր, տարածքս ինձ արդեն, այսպես ասած, նեղում էր, կամերան էլ որ այնտեղ դնեի, вообще տեղ չէր լինելու, մինչև ես պատրաստեցի, հեսա որ վերջացնեմ, կգնանք ցույց կտամ, պատրաստեցի բուլկիները, մի վարկյան նա տեսուր մեզ ճիշտ կսեմ էլի, բայց, ուտեսա տեղ է գնալու, պատրաստեցի ենտեղ բուլկիներ, գաթա, փլավը, ձվիկները ներկեցինք ամուսնուց հետ, այդ մեկը ամուսինս է ներկել, քանի որ կարծեմ ուքսուսով պետք է բացեն ու այդ հոտը ինձ ահավոր անտանելի էր, ապես մի րոպե, ոչինչ ինչև է տան ենք լինելու, ես ուրմա սկսեցի, այնտեղ ձվիկները ներկեցինք, ամբողջովին սաղ արեցի, կարևորը փլավը սարքեցի, ընթացքը կներեք, որ չեմ նկարել, որովհետև իրոք արդեն ինձ հղիները կհասկանան, ողնոջարս ծաղում էր, ու ես արագ շուշուտ ուզում էի վերջացնեի,
Վերջապես վերջացրեցի, իհարկե հաճույքով եմ սարքում, քանի որ հեսա բոլորովս հավաքվելու ենք, ընտանիքով կհավաքվենք, կխաղանք, թեւս բանզերից հավաքած ավելի լավ էր, հեսա որ գնանք, ձուկը դե պարզա ես չեմ պատրաստել, ձուկը պատվիրել ենք, Յանի կիսեցի, լավ ինչև եմ, ձուկն էլ կբերեն, ամբողջ սեղանը ցույց կտամ, հիմա վերջացրեցինք, ինքան թեթև ես քեզ զգում, որ համ դու ես պատրաստ արդեն, համ սեղանն է պատրաստ, էլ մտածելու բան չունես, չով պրծ, ապա, դուշն է կսենք, և վերջ, երեկ մի հատ վերնաշապիկ գնեցի, քանի որ հիմա ես մենակ լասինաներ եմ հագնում, լեգինսներ, ինձ մենակ էտ է հարմար, ես ինչ արեցի, ես մենակ, պես ասած, սառուչկաներով եմ կարող հագնեմ, վերնաշապիկներով, երեկ Զարայից մի հատ վերնաշապիկ գնեցի, ցույց կտամ հետո, հա, և հղիների բան, լասինա, ամառային, քանի որ իմը ձմեռային էր և արդեն շոք էր ու ես ինչի չեմ առնում շատ, որովհետև շուտով երեխա է ծնվելուց հետո ես իհարկե ես քաշին չեմ մնալու, որովհետև երբեք ես քաշին չեմ եղել, միևնույն է հետ եմ գալու իմ քաշին ու այդ հագուստները ինձ հաստատ պետք չեն գալու, դրա համար ես անիմաստ շատ այդպես մեծ չափ սերի բաներ չեմ ուզում գնեմ, որպեսզի անիմաստ չթողեմ հետո մնա, մեկ էլ և կհագնեմ այդպես, ես իրականում չգիտեմ իմ հետ կապված, մնացած հետ իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու, բայց ես երբեք տվյալ պահին ինչքան որ կաշառում եմ կարելի ասել, երբևիցե չեմ եղել ու իմ համար ահա որ դժվար է, թե այդ հղիությունից է, թե նաև իմ քաշը, իմ համար ահա որ ծանր է ու իմ ոտքերին պես ծանրությունը տալիս է, դրա համար ես անպայման պետք է հետ գամ իմ քաշին, որ եղել եմ ընդամենը 54 կիլո, 54 կիլոգրամ, չէ իրոք, եղել եմ 54 կիլո, հիմա չեմ ասի ինչ կա, հետո վերջնական, երբ որ վերջնական քաշ կունենամ, ամենավերջում, ու երբ որ այդ քաշից կիշնեմ, այդ ժամանակ քաշը կասեմ, թե ես հիմա ինչքան եմ կշռում հղիության ընթացքում, ուրեմն կսենք մեր շրթունքները, ես որ համարն է, այսի 0.5-ն է, ու ես արդեն կարելի է ասել սպասում եմ մեր հյուրերին, հյուրերը որն են, ընտանիքի անդամներն են, տատիկը, մորաքույրը, սպասեմ իրենց, բայց ես այսպես հանգիստ կարամ նստեմ վերջապես մի փոքր հավաքանում, մենք պատրաստ ենք, մեզ մազերս այսպես լավ չանենք, մտկոպենք, ռեզինկա, ուղղատ ռեզինկա ստե, այսպես սել հավաքենք, այսենց, սիրում զաժիմիկով, այս զաժիմ ուղղակի շատ սիրեցի, այս արշկան եմ գնել, որը ինձ դուր է եկել շատ, ես պատրաստ եմ, մեր հյուրերը գան, գնանք միասին սեղանի շուրջ, այսպես,
Prelest։ Ես արեցի, վերջացրեցի, հավաքեցի խոհանոցը, որ իմ համար այն ամենակարևոր կետն է, երբ որ խոհանոցը հավաքած է, ուրեմն վсё ամեն ինչ հավաքած է։ Ես վերջացրեցի իմ սիրուն, ոյ, իհարկե ձուկը որ տնենք, փլավը տնենք, նայեք ինձ սիրուն արա բուլոչկաներս եղել, համով փափուկ գաթայա ստացվել, մեր ճուտիկներն, ես մեր ճուտիկներն է, այնտեղ դենի գնել ենք իհարկե, ես դա չի սարքի, մի անգամ սարքել եմ ու ահա որ դժվար էր, եմ որ կասեմ, ես ինձանով հպարտ եմ հիմա, որ այս կարգավիճակում կարողացա ուզածս անեմ, փառք Աստծո, հպարտ եմ ինձանով, հիասքանչ եմ, ամուսինս գնաց ձուկը բերի ու մնացածը արդեն քիչ-քիչ կհավաքվեն ու մենք վերջապես կվայելենք իմ պատրաստած։ Լյութի այսօրն էլ ավարտվեց, ուրեմն շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք ընտանիքի հետ, այնտեղ վերջում արդեն սրճեցինք, ավարտեցինք, կարելի ասել, ու ես իրականում ահա որ հոգնած եմ շատ իմ կարգավիճակում, ստրեսային վիճակա կարելի ասել, բայց դե ոչինչ, հիմա հոգնած ենք, աուչ, կքնենք, կարթնանանք, նորից կսթափվենք։ Այսօրվա վլոգն էլ այսպես կավարտենք, դե բոլորի տանն էլ զատիկի օրը նույն բանն է կատարվում, ինձ թվում է, ու ես Վալբերտում բան եմ պատվիրել, որ սպասում եմ հասնի, որը միասին անպայման unboxing կանենք, ու այդպես իրականում այսօր այսպես ավարտենք մեր վլոգը ու բայց ես գնացի, գնամ հանգստանամ, bye bye